Հիպերակտիվության համախտանիշը եւ ուշադրության պակասը դա նյարդային վարքաբանական խանգարում է, որը դրսևորվում է ամենատարբեր դժվարություններով։ Երբ արդեն գործ ունենք 3 եւ ավելի բարձր տարիքային խմբի հետ, մենք տեսնում ենք դրա ամենատարբեր դրսևորումները, ինչպես օրինակ չարձագանքելը ծնողների խոսքին եւ սա անել ոչ թե միտումնավոր, այլ բնականորեն, որովհետեւ շատ հաճախ ծնողներին թվում է, թե երեխան իրենց մերժում է կամ առհասարակ չի ուզում լսել կամ մանիպուլացնում է, բայց իրականում այդ հատկանիշները, որը երեխան դրսևորում է, անկախ իրենից է ստացվում։ Շատ հաճախ վառ դրսևորումները նկատվում են, երբ մենք գտնվում ենք տան տարածքից, այսինքն այն ստերիլ տարածքում, որտեղ որ մենք սովոր ենք բնականոն միջավայրից դուրս եւ նաեւ այնպիսի մի միջավայրում, որտեղ ամեն ինչ նոր է եւ հետաքրքրությունը եւս նաեւ բնական պահանջ է տեսնելու թե շրջապատում ինչ կա։ Այստեղ կառավարելիությունը բավականին դժվար է լինում։ Ինչու եմ նշում կառավարելիություն, որովհետեւ շատ ծնողներ փորձում են անընդհատ սաստել երեխային։ Եվ տպավորություն է շատ հաճախ, որ դաստիարակության որոշակի հատված, որտեղ ծնողներ չեն կարողանում կառավարել իրենց երեխային, իրանք լավ չեն կատարում։ Եվ արդյունքում երեխան անընդհատ ստանում է դիտողությունների մի փունջ, որը հետագայում արդեն դառնում է իր անձի կառուցվածքի մի մաս, որովհետև ինքը գիտի, որ իրենից այլևս այդ որակներն է սպասում, հետագայում սկսում է դրանք արդարացնել։ Իսկ ահա ուսումնական միջավայրում արդեն դուրս են գալիս հիմնական խնդիրները, որոնք ուղղված են ուշադրության կենտրոնացմանը, երբ երեխան չի կարողանում մեկ գործունեության վրա ավելի քան 3-4 րոպե կենտրոնացնել։ Դրան զուգակցվում է նաև հիշողության խնդիրները, մասնավորապես մտապահումը։ Այս ամենին զուգակցվում է նաև իմպուլսիվությունը, այսինքն երեխան կարող է կտրուկ գործողություններով դասապրոցեսը կամ այն միջավայրը, որը չի ենթադրում ակտիվ գործողություններ, ինքը հանդես գա նման դրսևորումներով, ինչը շատ հաճախ տարօրինակ է թվում, բայց կրկին նշեմ, որ երևույթը կառավարելի չէ երեխայի կողմից։